Արարատ Միրզոյանին հարգելի ժողովուրդը կհիշի, որ հեռուստացույցը ապառիկով էր գնել։ Ապառիկ էր ձեռք բերել, բայց սկզբից չէին հաստատել։ Հա։ Այսինքն բանկի մոտ ինքը վստահություն չի ներշնչել, հասկանում եք, 18 թվական, ու մի հատ տելևիզոր չեն տվել այս տղային, էլի։ Հիմա ինքն ու կինը 100,000-ավոր դոլարներով առանձնատուն են գնել։ Ինչպիսի թռիչք, հասկանում եք։ Հեղափոխական թավշա չակերտավոր իհարկե, թավշա հեղափոխական թռիչք։ Եթե իրենք չլինեին պետական պաշտոնյա, եթե իրենք հանրային ռեսուրսներ չտնօրինեին, հարկատուների փողերը չտնօրինեին, ինձ համար մեծ հաշվով էական ոչ մի բան, էլի, իրենց հարստանում են, թող հարստանան, բայց երբ որ իրենք տնօրինում են ու հանդես են գալիս սրբի դիրքերից, հետևաբար իրենք պետք է պատասխան տան այս ամեն ինչի համար, որ արել են եւ շարունակում են անել։ Արարատ Միրզոյանի կինը, այնտեղ Կոնջորյանի կինը, այսինքն կանայք էլ ինչ բարձր պաշտոնների են, բարձր պաշտոններ են զբաղեցնում ու բարձր աշխատավարձեր են սկսել ստանալ։ Բարձր պաշտոն զբաղեցնում են, հեղափոխություն կոչվածից առաջ ինչի չէին զբաղեցնում։ Նույն այդ Կոնջորյան Հայկի պատմությունը։ Հիմա ինչ որ հակակոռուպցիոն այդ կոմիտեն քննում է, էլի այդ բանը, գործը որ շուկայականից էական էժան գնով առանձնատուն է ձեռք բերել։ Այն գնել Սանոսյան կար բան էին սարքում Մոր անունով ինչ որ առանձնատուն էին կառուցում, թոշակառու, հա, ասենք ինչ որ աղբերներով հերը բան ինչ որ առանձնատներ էին կառուցում,